Առայժմ վերջին հաղթանակը գրանցել է Նոայի դեմ հենց այս ստադիոնում 2024-ին, երբ հաղթեց 1-0 հաշվով, շատ կարևոր հաղթանակ էր Շիրակի համար, 8-ում Նոան է հաղթել, 1 ոչ ոքի և 1 պարտություն նախորդ խաղում ԲԿՄ-ի դեմ կարմիր քարտ ստացավ։ Գրեգորիուն տևական ժամանակ է չի խաղում վնասվածքի պատճառով տանում, քանի որ նշվեց գործող չեմպիոնն է, գավաթակիրը և սուպեր գավաթակիրը։ Եվ այսպես մրցավեճը սկսված է և առաջին գրոհը կազմակերպում է Նոան։ Նման տեսք ունի Նոայի հարձակման եռյակը, բայց փոփոխություններ կարող են լինել։ Այսօր ևս կարծես հենց այդ սխեման է ընտրված, Նոան կրկին գրոհում է, փոխանցում դեպի Հելդերը։ Հիմա Մանվելյանը ձախով փոխանցում է Հելդեր։ Հարված Օշիմայից բարձր են թանում գնդակը։ Խաղարկում են անկյունայինը Օշիմա։ Յակոլիշ դեպի Տուգանային հրապարակ, Հելդեր։ Բոակյե հարված։ Սայնտինի, Օշիմա, Մուրադյան։ Եքնագոլի հեղինակ դառնալ։ Յակոլիշ և շատ բարձր է հարվածում Կոստակեն։ Յակոլիշ փոխանցում Կոստակեին, Մանվելյան ձախով է հարվածում և Լյովա Կարապետ։ Յակոլիշ շոթային փոխանցում, հասավ գնդակը Հելդերին։ Այստեղ գնդակին առաջին հասավ վատ։ Թիմի ֆուտբոլիստերին ինչպես խաղալ։ Յակոլիշ փոխանցում, առաջ եկավ դարպասապահ Տեկի։ Երքևը վերջապես իջավ Մանվելյան։ Նկատեց Հելդերի արագացումը, Նոայի ֆուտբոլիստների փոխանցումները գնդակը խաղարկում։ Հելդեր, Կոդիա, շրջանցում է Սայնտինին, Կոդիա արված Ջանոյանից և մի փոքր շեղ է ստացվում։ Նախորդ խաղում ևս Ջանոյանը ունեցավ գոլային պահ, շատ ավելի լավ հարվածեց այնտեղ։ Հիմա վրիպում է Վիդիչը, հարված և Կարապետյան։ Գրոհը շարունակվում է ևս մեկ հարված, Սումբուլյանը։ Մանվելյանն է փոխանցում, հարված, գոլ։ Նոան բացում է հանդիպման հաշիվը, Վալենտին Կոստակե, առաջին գոլը նրա համար Ֆաստեքս Պրեմիեր լիգայում։ Նոայի նորեկը օգտագործում է անկյունայինից Գոր Մանվելյանի հրաշալի փոխանցումը, այո։ Նոան սարսափազդու է ստանդարտներ իրացնելիս։ Այս տարի թիմը խփում է իր 6-րդ գոլը բոլոր մրցաշարերում, հայաստանյան մրցաշարերում և 5-ը ստանդարտներից։ Մանվելյանի փոխանցումը գերազանց էր և Կոստակեն գլխի ուժեղ հարված է կատարում, ով կորցրեց նրան, Վիդիչը վերջին 2 րոպեում 2 անգամ ուղղակի ձախողվեց։ Հիշում ենք նրա սխալը քիչ առաջ, հիմա էլ կորցրեց Կոստակեին։ Այսպես Ռումինիայում իր փայլուն արդյունավետությունը տեղափոխում է Հայաստան։ Ռումինացի 27-ամյա կիսապաշտպանը։ Գավաթուն Փյունիկի դարպասը հաղթական գոլ։ Փոխանցում։ Իշենք ինչպես մասնակցեց, հիմա սխալվում է Կոնեգլյանը, Կոդիա, ևս մեկ հարված Մկրտչյան։ Ռուդիկ Մկրտչյանը չի գրավում դարպասը։ Զոլոտիշին տեսել ենք նաև որպես հենակետային կիսապաշտպան, տարբեր դիրքերում խաղում է բոսնիացին։ Նրա փոխանցումները ստանդարտներից լավ են ստացվում, խաղարկում է հիմա Կոստակեի հետ և 2-0։ Նո Արսենալ կարելի արդեն ասել, որովհետև Նոան դառնում է ստանդարտների մասնագետ։ Այսօր անկյունայինների երկրորդ գոլը ուելի անկյունայինի խաղարկումից հետո քիչ առաջ փոխարինման մտած պաշտպան Ներմին Զոլոտիչը խփում էր երկրորդ գոլը այս մրցաշրջանում։ Այո։ Նոայից պետք է զգուշանալ և հատկապես Գոր Մանվելյանի իրացրած անկյունայիններից։ Վալենտին Կոստակեն գոլին գումարում է գոլային փոխանցում, շատ հնարամիտ խաղարկեցին։ Փոխանցումը Կոստակի և Զոլոտիչը լիովին ազատ էր, ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։
Ուշադրություն դարձրեք, որ ի սկզբանե ոչ ոք չէր հսկում Զոլոտիչին։ Ոչ ոք։ Մանվելյանը փոխանցեց Կոստակին, Կոստակեն Զոլոտիչին։ Ֆուտբոլիստների մեծ մասը հավաքվել էր մոտակա դարպասաձողի մոտ, բայց Նոան գոլ խփեց հեռավոր դարպասաձողի։ Ֆուտբոլիստ, որը նրանցից գոնե մեկը կամ երկուսը կհայտնվի խաղադաշտում, հնարավոր է բոլորն էլ։ Հիմա Նոայի աչ եզրում, Օշիմա, Մանվելյան, Բոակե, Էրիկ Բոակե, Հելդեր, չկա արձագանքին, բայց այստեղ կարծես իրոք խախտում չկար։ Մոտ է Ջանոյան, և այս փոխանցումը խիեզրը տեղաշարժվել, Լյովամրյանը բացվեց, հիմա Ռուդիկ Մկրտչյանը, փոխանցում, Կոդիա, չի ստացվում Կոդիայի արվածը ներքևից գործում, Հովանես Հարությունյան, փոխանցում արված և Կարապետյան, լավ փոխանցում էր Հարությունյանից, Սանգարե, ցածրից է արվածում, Հարությունյան, թողնում է Հելդերին, Փյունիկին, այս գրոյին հետևենք, Բոակե, Հելդեր, Հարությունյան, Յակոլիշ և ասավ Հելդերը, 3-0, խոսում էինք Հելդերի մասին, այո նա ցույց է տալիս իր վարպետությունը, ֆանտաստիկ Հելդեր Ֆերեյրա, բայց ինչպես չառանձնացնել հիմա Յակոլիշի փոխանցումը, անզուգական փոխանցում, հասկացան իրար, շատ լավ հասկացան իրար Յակոլիշը և Հելդերը, ընդհանրապես Հելդերի ամենաուժեղ կողմերից է պաշտպանների թիկունք բացվել է և ճիշտ ժամանակին բացվել է խաղից դուրս վիճակից խուսափելով։ Յակոլիշը դա գիտեր, Հարությունյանը սկսեց և Յակոլիշի փայլուն փոխանցումը ու Հելդերի համառությունը։ Առաջ անցավ Շիրակի պաշտպանից, առաջ անցավ Շիրակի դարպասապահից, մրցաշրջանում 7 համարի Մարզը Շապիկով ևս մեկ անգամ գրոհը, չկար խաղից դուրս կարծես Մնացականյանն էր փակել, Սումբուլյանն էլ չհասցրեց պորտուգալացու հետևից։ Մաթեուս Այասինք տեսնենք խաղադաշտում համարին նա վերադառնում է, 4 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում։ Նա էլ անչափ կարևոր ֆուտբոլիստ է Նոայի համար։ Մի շարք եվրագավաթային խաղերում հենց Այասի խաղը Նոային առաջնորդել է։ Իսկ գոլը չեղարկվում է։ Գոլը չեղարկվում է, խաղից դուրս վիճակ է եղել, այսպես։ Հիմա Հովանես Փալևանյան այն գիծը, որը ցույց է տալիս Հելդերի խաղից դուրս վիճակում լինելու փաստը, թեև այնպես չէ, որ կարելի է միանշանակ կարծիք կազմել։ Մկրտչյանի հետ կենտրոնում խաղա, Կոստակե, Կարապետյան։ Երկու 2026-ին Նոայի երկրորդ խաղն է առաջնությունում և փոխանցում, ուժեղ էր այս փոխանցումը, բայց անկյունային նշանակում է մրցավարը, այո։ Մանուկյանն է փոխանցելու, փոխանցում, չհասավ գնդակին։ Եվ այսպես, Սերգեյ Մանուկյան, փոխանցում, հարված, բարձր է հարվածում Վիդիչը։ Պարտությունն է Մաթեուս Այաս, հարվածում է ի վերջո Այաս, այդքան ուզում էր գնդակ աջ ոտքին հարմարեցնել, բայց